Քուրգետը չի։ Այ թե քուրգետը դի։ Չէ։ Նկարել։ Չէ, Ազիզ, այս պահին սենց եմ ուզում նկարեմ, որ մենք մեզ հանգիստ նստենք։ Բարի լույս։ Այստեղ է ծանոթ քեզ Միքայել։ Հա։ Մամ, այնտեղ էդներ է տեսան։ Հա։ Հա, քո շարմանի ցույցնամ այստեղ է նշել էլի։ Դե մեզ բարի ճանապարհ։ Հաստատ։ Հա։ Երևի կնման, որ շարժվի։ Ահա։ Այստեղ մի համարտը։ Ահա, սիրելի հետևողներ ջան, այն սիրուն ճամփեքով եկանք անտառ։ Տարբեր տեղեր մտածեցինք, որ գնանք, բայց վերջը անտառը մի այլ կարգի քաշեց։ Մեկ ուզում ենք ուրեմն գնանք Greek House, հետո Հեքիաթ,
Հետո որոշեցինք, որ ամենալավ գրիքհաուսն ու հեքիաթը այս պահին էսա, եկել ենք Ալեյա։ Մեր Ստեփանավանի տեսարժան վայրերից մեկն է, համել փոշոտում, արդեն փոշոտումը համար ենք սկսված, դրա համար էլ քուրիկս եկել է իր երեխեքի հետ հանգստանալու, իրան լավ զգալու, իրանց ու մեր մի օրը գեղեցիկ օր դարձնելու համար էս կոմարի։ Հիմա համ քայլենք, համ էլ ահագին փոփոխություն կա, էսա շրջեմ ու ցույց տամ։ Էս մեր սիրուն բնությունով Ալեյան, անգամ Քրիստին են նկատել, որովհետև իր հետ առաջի անգամ չի որ գալիս ենք, ստեղ իրան ինչ են ասում, բրուշատ կա երևի, նախկին ասֆալտի փոխարեն բրուշատ կա արած, շատ սիրուն սարքած, օդը մաքուր, զուլալ, սուր, լավը, այնպես որ եկեք, համեցեք, ես սա չկար, խաղա, բայց ոնց հասկանում եմ այս պահին չի աշխատում, ես էլ երևի քաղցրավենիք, սուրճ, վաճառելու համար է նախատեսված, բայց էլի չի գործում, ամեն դեպքում, հավես տնակա չէ, այնտեղ էլ ես եմ ձեզ ասում, բարի լույս, ու սիրուն, քամի, ընտիր, լավ, զուլալ օդ, մաքուր, զուլալ ավելի շատ ջրին կասենք, քան որ երեխեքի հետ էինք, սպասեցինք խոտը մի քիչ չորանամ, բայց սպասելու ընթացքում էլ նախաճաշել ենք, եկել ստեղ, ընդեղ տոպտակի մեջ էլի մի քանի պարագա կա, որ մեր համար հավեսով պիկնիկ անենք, կապույտ ես անգամ սպիտակա, ընդեղ երեխեքը ձի են տեսել, ու իրանց համար զվարճանում են, սիրուն իրինը չկան, այ սենց հավես տեղ, որ մեր պուճուր սեմը քնի ես մաքուր օդին, ես սիրուն տեղը, հա սեմ, ջան, կուկու, այ սենց հավես փռել ենք աջալները, ու երեխեքը գնացել են ձի են տեսել, ձիու մոտ, Ալեքս ջան, մոդիկ չգնաց հետ արի, վախ էլ չունի, ես երեխեն, վախ չունի, վախ կոչված է չունի, հետ արի, կթողա ու կարողա գանենց կծանձի իլնի որ տղա ջան, ես ադուվանչիկներ են, իրանք շատ օգտակար են, իրան առավոտ շուտ են հավաքում, փակված վիճակում, երեխեք հլա մեր մանկության ծաղիկը, մենք իրան յուղածաղիկ ենք ասում, գրառումներում գրեք դուք իրան ինչ եք ասում, ինքը մի տեսակ, հելե ինձ սիրունա, յուղի, հա, ինքը մի տեսակ փայլում է, հետաքրքիր ձևով, ասեք որ սիրունա, կոնկրետ իմ մանկության ծաղիկն է ինքը, յուղածաղիկը, հավի աչկը,
Տարածքում այս են սիրուն քոթեջատիպի տուն կա, տներ, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, այս տան մասին շատ լուրերով լսած կլնեք, բայց թե ես չեմ ուզում քաղաքականության մեջ մխրճվեմ, որովհետև վետի մեջ չի, հələ ինչքան սիրուն է, եղևնիներն արդեն լավ կոկոմել են ու բացվել են, սիրելի հետևորդներ ջան, երկինքը սիրուն, պայծառ, մաքուր, առանց սև ամպերի, են էլ այսենց, ջան, չէ, մի, պետք չի իրան Ալեքս ջան, Երազի մեջ մուտքիշն եկա Վայ մատանուս երկի Եկատներն են արդնանում Երազի մեջ Ապեջան կաս սացր խոսաս Ալեքս անտառը բոլորին շատ է թե սեմը կնում է Եկատներն են Քնիսյամ իմ մոտս Արդնանում Երազի մեջ մուտքիշն եկար Եկատ Ես կոշկներն է կապանը Չէ, թող իրա մաման կհանի Հակար Եկատներն են արդնանում Երազի մեջ մուտքիշն եկար Եկատներն են արդնանում Դե նորից երկի Փոքրիկ ճանանի կարա Քեզ սորորեմ ես ասում Ինչ ուզում ես հանգստացեմ Կտեսնես դու Քո անուշիկ Երազում Այսպես նստի Անուկիշն եկա Հանկյատներն են արդնանում Թող, դե լավ, թող, ուրեմ չի ուզում, իրա մամային է ուզում, Ալեքս Ալեքս գնա մամայի մոտ, կամ մնայի մոտ, մի գնա Մնայի մոտ Ջան Ուրեմ մեզ են մոտեցել, են երկու երեխեքը, ասմա գիտեք, որ մենք ձեզ հետևում ենք, նկարվեցինք ու գնացին, այստեղ երեխեքի մի մասը ներքև մնացին, մյուս մասը հարցացան բերև, Ալեքսն ու Իրինան, տեսնում եք անգամ ստեղ չի կեղտոտ, ինչքան մաքուր է մեր քաղաքը, ու հենց այս կողմերից սկսվում են հյուրատները, հող են լցրել, եղևնիները,
Սիրուն են տալներ։ Գայր մեր հետ մենք չենք պատրաստվում քո համար, հիմա հետ գաք 7-15 կիլոմետր քշենք քո խաթեր։ Ու թող հանգստանաք մեկ մի քիչ։ Այ, էսպես։ Ահա։ Արդեն հանգստացողներ կան։ Խոտաբույսեր են վաճառում, մեղր։ Չխաղացիք։ Չեք խաղամ։ Ինչի համար։ Դրանք ով ասանք։ Ալո։ Մեր տանը քանի ժամա մեքենան դրանը կանգնա մեկ անտառից եկած տեղը են սակարն թունով այստեղ ուզում էի նկարահանում անեմ էնել նայեմ ճուտոներից մեկը ճոճանակ ենք իրան լավ էր զգում, չուզեցի խանգարեմ, ասեցի թող գնան, հետո բարով, խերով ես կանցնեմ իմ գործերին, հիմա, այո, ոնց հասկացել եք, սիրելիներս, մերոնք արդեն գնացել են, ահա, այստեղ էլի պահի տակ չստացվեց նկարահանումս, որովհետև կանչեցին, սիրելի հետևորդներ ջան, ու հիմա արդեն եկեք մի հատ հանգիստ կոֆե խմենք, այս Քրիստինայի հետի ամեն ինչը շատ լավն է, բացառությամբ մի հատ մեծ մինուս ունի, սուրճը չի սիրում։ Ընդհանրապես չի սիրում սուրճ, կամ էլ թե կխմենք սառը, են էլ չեղավ, ստեղ առավոտ ես մաման ինքը խմեցինք, ու հետո գործերով, ես կոմ, մնաց, սուրճ խմելը, ուրեմն հետո արդեն ճանապարհեցի, լվացք փռեցի, մի մասը հասցրեցի չորացրի, դե եղանակը լավ, ընտիր, շոկ, լավ, հավեսով հաճելի օր արեց այսօր, իսկական եմ, որ վերջապես լավ հավեսով տաքացանք, առավոտից պլանավորում էինք անտառ գնանք, հետո ուզեց գնանք Գրիքհաուս, հետո հեքիաթներ, ասում եմ իսկ ինչի կամ ընդեղ, արի գնանք երեխեքին ինչա պետք բաց վզել, գնանք մեր ալեյան ու գնացինք ալեյա, լավ հավեսով ժամանակ անցկացրեցինք, շատ հաճելի հավեսով պիկնիկ արեցինք, այդ ավելի լավ էր, քան ինչ-որ թե ուրիշ միտեղ գնալու փառք Աստծո, մեր դիմացի փռում, ամեն ինչ էլ կա, վերցնում ես գնում բնության գիրկը, նմակ ես միլիոն հատ ամենալավ բաները, մի խոսքով գնացինք, լավ զգացինք, վայ, կոֆե ջան, կարոտել էի քեզ, տաքացանք, խաղացինք, խոսացինք, շփվեցինք, եկանք
Մեր ճուտիկը քնեց մի քիչ, եկել նայեմ, որ տանը լուր լռությունը, ոչ մեկ չի խոսում, ասի լավ, ես որ մնամ տանը, ինչ պետք է անեմ, չեմ կարա քնեմ, որովհետև չի ստացվում իմ մոտ, ցերեկը հանգստանալ, քնել, պարկել, նենց ուղակի պարկել էլ, մեկ-մեկ, պահը գիտի, այսօր էտ օրը չես, դե ուրախ էի, որ եկել են, մարդես, տանկին ես, մտածում ես, չէ, ինչ անես, ոնց անես, որ էլ ավելի լավ լնի, երեխեքին հաճելի լինի, դրա համար, մի խոսքով, ինձ թվում է հասկացանք իրար, հիմա այս հենց անձրև է գալիս, դաշտ տարածներից, սա է մնացել, որ չորանա, մնացած անկողին, մանկողին, արդեն հասցրել եմ չորացնեմ, ոնց նկատում եք դեմքս թե վերես հասցրեց վարվի, ես մասերը լրիվ վարվել եմ, բայց թե դե կամանց էդ վաղտն է գալիս, սիրելիներ ջան, ու ցուրտա, մեր Ստեփանավանի էսա էլի լավը, ինչքան ուզում է տաք ու ջերմոր անի, իրիկունը միևնույնն է էլի ցուրտա, տեսա, որ տանը լուր լռություն է, չեմ էլ ուզում ոչ մեկին խանգարածել նեմ, ասի այն մարդ ինչ անեմ, իջա ներքև, սկսեցի պատուհաններս մաքրել, ու դեռ տենց դեպք ես չեմ հիշում, որ պատուհան չմաքրեմ, ու այսպես ասած, անձրևը չգա, իրասիրուն գործն անի, բայց թե ոչինչ կարևորը մաքրել եմ, հետո հոլովակ էի տեղադրել, դե երեկվա համապատրաստություններս, համել օրվա վլոգը, հա, մի քիչ էլ խոսամ իմ համաքաղաքացիներից, սիրելի հետևորդներ ջան, ես շատ ուրախանում եմ, որ մի ուրիշ բան շփվես քեզ անծանոթ մարդու հետ, մի ուրիշ բան շփվես քո համաքաղաքացիների հետ, որովհետև կոնկրետ իմ համար դա շատ լավ բան է, իրանք եկան, դե Քրիստինյանք էլ արդեն եկան ու շատ հավեսով, շատ հաճելի ժամանակ անցկացրինք, մեկս մյուսից խամություն չարինք, ես մտածում էի կարողա սենց անհարմար պահեր ստացվի, բայց չէ, մարդիկ նորմալ սիրուն, հաճելի ձևով շփվեցին, մենք էլ իրար հետ շփվեցինք ու այսպես ասած ուրախ զվարթ մեր ժամանակը հավեսով ու հաճելի ձևով անցկացրեցինք։ Մեկ էլ նայում եմ, դե պարզա արդեն հասկացակ չէ, որ իրանք չուզեցան նկարահանվել, ես էլ ստիպելով կամ անգամ հարցնելով, արդեն մարդուց հասկանում ես կուզենա ինքը նկարահանվի թե չէ, գնալու պահին ասում եմ մի րոպե, ես ոնց տեսա, դե իրանք երբ որ մեր տուն եկան, Ալեքսիս տոպրակ տվեցին, ասում եմ մի րոպե, սենց կատակով էլի, ասում եմ իմ մաման ինձ դաստիարակել է, որ նվեր որ քեզ բերում են, պետքա բացես, նայես, շնորհակալությունդ հայտնես, իրանք մի հատ սենց հավեսով ծիծաղեցին ու ես նեղվեցի էլի, ասում եմ ինչի եք էլի սենց բան արել, ես սրտով, հավեսով, հաճույքով ձեզ ուղղակի իմ տուն եմ հրավիրել, մի բաժակ կոֆե խմենք, մի քիչ իրար հետ շփվենք, հավեսով ժամանակ անցկացնենք, ինքն էլ ասում ես էլ եմ ասում հավեսով եկել քո մոտ ու
եմ դրել։ Բերել ենք սենց տոպրակ, քաղցր տոպրակ, հաշվենկատ ձևով, անգամ ամուսնուս էին հաշվենկատ եղել, մերսի, սենց համով քաղցր, այսենց սիրուն կոնյակ, գիտեք չէ, որ խմիչքի հետ, ոնց ասեմ, ես չեմ սիրում, բայց դե խմիչքը, կոնյակը հարգի խմիչքների դասինա չէ, պատկանում, ու ես իրոք, որ անկեղծորեն ասած, շատ վատ զգացի, բանը կար, հա, ասմա մեկը քեզ, մեկն ամուսնուտ, մեկն էլ Ալեքսին, ինձ թվում է արդեն հասկացանք, որ ոնց մարդիկ սիրուն հավեսով ու հաճելի մարդիկ էին, եկան նստեցին, լավ հավեսով էլ նստեցին, երկար ժամանակ, մի քանի ժամ նստել ենք, շփվել ենք, որ մաման էլ ահագին մնաց, հետո գնաց, իրանք մնացին, մի խոսքով, մի տան պես հավեսով ասեցինք ու խոսացինք, իրանք իրանց գործից, մեկ էլ իմ գործից, ու սենց կատակով ասում եմ, դե ես քո եթերներին հետևում եմ, ու հետավ ասում այն, որ դու բարձր կարդում էիր, Էդ ես եմ, ասում եմ, վա, ինչ հետաքրքիր է, ես չգիտեի, ինչև է, այսօր էլ անտառում, մեր համար ադյալները գցած, նստել էինք, ասում ենք, խոսում ենք, երկու երեխա եկել է, ասում է, բարև ձեզ, Քրիստինեն է լսում, ասում եմ, բարև ձեզ, գիտեք, մենք ձեզ հետևում ենք, մենք ձեզ շատ ենք սիրում, ես ենք անում, ենք անում, զգում ես, որ երեխեքը անմեղում հագուր սրտով մոտեցել են, ուրախացանք, շնորհակալություն հայտնեցինք, հետները մի քիչ զրուցեցինք, մի խոսքով ու գնացին։ Այդ ձևի բաներ։ Իսկ Քրիստինեի հետ իրոք ամեն ինչը ուրիշ ձևի է առնում, ամեն ոնց ասեմ, ես վեր եմ կացել իմ համար պատրաստվում եմ, որ հյուրերս գալու են, հետա մաման էլ կգա, մեկ էլ ասում են կարամ գամ, ասում եմ դու չգիտես երբ ուզես, ոնց ուզես, մի վարկյանում, որ մեկս մեկիս համար այտենց անմնացող ձևով շփվում ենք, կոպիտ ասած մի մորիկ չենք, մի հորիկ չենք, բայց մեր շփումը շատ լավն է, ու ես դրանից շատ ուրախ եմ, շատ ոգևորվում եմ, ոգեշնչվում եմ, սիրում եմ էլի, շփումն ինքը լավ բան է, մարդիկ տարբեր ձևով կարան մեկնաբանեն, ամեն մարդ ինքը իրա ուղեղի ծալքերի չափով, կմտածի, կմեկնաբանի, այո, ես սիրում եմ շփում, ես սիրում եմ շփվել, ես սիրում եմ գնալ, գալ, հրավիրվել, մի խոսքով, մանավանդ երբ որ աշխատանքիդ բնույթն է շատ, այդպիսին, նայում ես, այսօր նայում եմ նոր մի քիչ առաջ, երբ որ մերոնց ճամփուդրիչ ուզեցի էլի սենց հետևից անմիջապես սկսեմ գործանելը, այդ պահին Նիկաներ զանգել, մի քիչ խոսացինք ես կոմ, հետո սիրում եմ, նայում եմ համացանցում ինչ կա, ինչ չկա, մեկ էլ նայեցի, որ Ազակ Գևորգյանին էլ են հյուր գնացել, ու նայում ես, ասում ես Տեր Աստված, ինչքան լավ է էլի, հավեսով, սիրուն, ոնց կարելի է չշփվել, ոնց կարելի է չգնալ, չգալ, չասել, չխոսալ, անշփում մարդ ում է պետք։ Ես մի տեսակ չեմ կարող պատկերացնեմ, երբեմն էլ ու ազանել էլի ասում եմ, ունեմ իմ կրթությունը, ունեմ այս ամեն ձևի, բայց այս պահին իմ աշխատանքը սա է,
մեկ էլ միտքս եկավ այն, որ կան չէ մարդիկ գրում են, որ դա ինչ աշխատանք, հա, դա էս չի, դա այն չի, բայց տեսեք այսօր ես ասում եմ ու վստահ եմ ասում, Եվրոպայում երբ որ մարդիկ ունեն կայուն աշխատավարձ, կայուն աշխատանք, դրան զուգահեռ վերցնում են իրանց երևի թե երրորդ գործ արդեն բլոգերություն, որովհետև դա էլ աշխատանք գումարի դիմաց ու ամաչելու բան էլ չի, որ այսպես բարձր ես ասում, որովհետև դա կապ չունի Ռուսաստանում կաշխատես, չգիտեմ Հայաստանում կաշխատես, Եվրոպայում կաշխատես, բոլոր կողմերում էլ մարդիկ վարձատրվում են, ուղղակի Ռուսաստան այս պահին որոշ բանկեր սանկցիաների տակ են, բայց կա նաև այնպիսի բանկ, որ մարդիկ աշխատում են և իրանց գումարը վաստակում, ուղղակի այնտեղ տոկոսները մի քիչ շատ պահվում։ Այսպես ասած մարդիկ շատ են հարգվում։ Էդ էլ լավ չի, ցանկացած մարդ բոլորն էլ կուզեն, չէ, իրանց աշխատանքը լիարժեք լինի ու ըստ այդմ էլ վարձատրվեն։ Մի խոսքով շատ չմանրանանք, շատ քեֆս բերեց, երբ որ լսում էի Ազային ու ինքը սենց հավեսով ասեց էլի, ասում ես ինքս կրթված իմ աշխատանքով չեմ զբաղվում, ուրիշ ինձ սիրելի աշխատանք եմ գտել ու հենց այդ բանը սենց միտքս եկավ այն ճակերտավոր հեյթերները են, որ ասում են, բա ես էլ կարամ անեմ, բա ձեզ թվում է չեմ կարա անեմ, այս կողմ են կողմ, սենց բաներ, ի սրտե քավլիցի, դուք էլ արեք, դուք էլ վաստակեք, դուք էլ ձեր ուղին գտեք, ինչ ասեմ, սիրելի հետևորդներ ջան, ու եկեք մեկս մեկիս, ոնց ասեմ, լավ վերաբերվենք, նորմալ վերաբերվենք, այդքան մի բան, օրինակի համար կհիշեիք, որ Քրիստինեն էլ ինքը եկավ արդեն այն պահը, որ պիտի վարձատրվեր, մարդը սիրուն շնորհքով իր գործանում էր, բայց վերջ պայն ասեց ես այդքան երկաթից նյարդեր չունեմ ու իր էջը կորավ մեկ ընդմիշտ։ Այդքան բան, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ այո, գլխացավ այնց բռնել, պահի տակ, այն որ սենց ուզում է ուղեղս սղոցի, այսօր ցավոք սրտի Հայաստանը, մեր պետությունը, այնցևի կայուն պետություն չի, որ ունենա բազում աշխատատեղեր, մարդիկ վեր կենան, մի գործը դուրս չգային, մյուսն ընտրեն, մյուսը դուրս չգային, մյուսն ընտրեն, բոլորս էլ գիտենք, որ օրինակ հիմա մեր քաղաքում արդեն ինձ շատ է հարցնում փոշոտումը արդեն կա, ճիշտ է մի քանի օրից այն իսկը ճիշտ ժամանակահատվածը կլինի, բայց արդեն անտառում տեսակ նկարեցի, կարելի ասած դատարկ նստարան չկար ու լրիվ երևում էր էլի որ տեղացիներ չեն, այ հիմա այս պահից սկսած մինչև երևի թե հուլիսի կես, ոնց ասեմ, քաղաքում շարժը կլինի, մի քիչ կոպիտ ասեմ, բայց թե ոնց ասում ենք, հենց այդ ձևել ասեմ, դաչնիկները կգան ու կգան, հետո արդեն մեկ էլ պահի տակ սենց օգոստոսին կգան, որովհետև Երևան լավ տեղը տեղին արևը տժժցնում ու ժարի տանը, ու դրանից այն կողմ մեր քաղաքը սովորականի նման փողոցները մարդաշատ չեն, մեր սիրուն Ստեփանավանը իրա ձևով, իրա դիրքով, իրա նման ապրում ենք մենք, իսկ այ արդեն ուրիշ քաղաքներում կյանքը մի քիչ ուրիշ է, թեկուզ ստեից Վանաձոր, ինչա հեռավորությունը 28-ից 30 կիլոմետր է, բայց շարժը հսկայական տարբերություն կա, այո, այնտեղ կյանք կա, շարժ կա, գործ կա ու ամեն ինչ էլ կա ու երևի թե կայից էլ մարդիկ չեն չարանում, թե չէ ցանկացածին էլ կարելի է հասկանալ, դրություն մտնել,
պայմանները քանի գնում վատանում են, տեսնում եք համաշխարհային թանկացումները, թե Եվրոպա, թե Ռուսաստան, թե մեր մոտ, ամեն ինչը թանկանում է, ես կասեի աշխատուժը ոչ այդքան, դրա համար էլ երևի այդ չկամությունից էլի, միգուցե դա էլ է նպաստում, որ մարդիկ մի քիչ ուրիշ ձևի վերաբերմունք են ցույց տալիս մեկը մյուսի նկատմամբ, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ ընդհանուր առմամբ ժպիտս դեմքիս եկավ, որովհետև մենակ մարդու ումա պետք, ես ասում եմ, ես սիրում ու գնահատում եմ բոլորիդ, հարգում եմ բոլորիդ, բոլոր այն լավ մարդկանց, ովքեր սիրում են, հարգում են, հետևում են մեզ, ուզում են շփվեն մեր հետ, այո, սիրով, հաճույքով, մեծ սիրով, իսկ ովքեր էլ ով ոնց կընդունի, ով ինչ ձևով կմտածի, էդ էլ արդեն ամեն մարդը իրա, այսպես ասած, ուղեղի չափով կմտածի, իսկ ես մի ուրիշ հետաքրքիր զգացողություն եմ ունենում, իմ համար ուրիշ զգացողություն էր, որ իմ համաքաղաքացիներն կանչեցին իմ տուն, փառք Աստծո իրանք է շնորհքով, նորմալ ապրող, լավ մարդիկ ու այսպես ասած միմյան շփման կարիք ունեինք, որ մեկս մյուսիս ավելի լավ ճանաչենք, Instagram-ից նամակ եկավ, որ մեկը մյուսիս ավելի լավ ճանաչենք, ավելի հետաքրքիր ձևով ճանաչենք, ավելի ջերմ ու մոտիկից ու ինչը որ ստացվեց, ինչը որ և իմ սրտով էր, և իրանց, և նույնիսկ Ալեքսիս մնում, ասում, մամա, բայց մանեն լավներ, չէ, ասում եմ, հա, մամա, ես իրանց տուն գնացել, ասում եմ, ես գիտեմ, իմ համար այդքանը ամեն ինչ էր, սիրելիներ ջան, իսկ ընդհանուր, հա, մեկ էլ ինձ այստեղ YouTube-ը հուշում բերեց, մարմարիկի մասին, մոռացել էի, դրա համար էի մի տեսակ սենց խառնված, այսօր մի հատ հաճելի կին չակերտների մեջ, ինձ գրել է, որ դու ամեն ինչի մասին խոսում ես, ամեն ինչ ասում ես, բացառությամբ այն փոքր հրաշքի դեպքի մասին, ասենք, ես որոշել էի չանդրադառնալ, բայց թե եթե պահը հուշեց, եկեք ասեմ, ինձ իրավունք չեմ վերապահում, բարձրաձայն եմ, որովհետև երբ որ մտնում եմ համացանց, ամսի 4-ից սկսած, ես մանրակրկիտ ձևով հետևել եմ իրադարձություններին, որպես մամա, որպես ծնող, որպես հայ, քրիստոնյա մարդ, շատ ցավում եմ, շատ, որ ասում է, ջանս ցավում է մի այլ կարգի, բայց երբ որ տենում ես Տիգրանիկի պապայի այն այլայլված ու թախծոտ աչքերը, որ ինքն ասում է, ժողովուրդ, մի տարածեք ոչ մի բան իմ երեխի նկարներով, ոչինչ մեկ անի իմ երեխի մասին, այդքան մեկ քննարկի, ինձ թվում է հասկացողը հասկանում է, չհասկացողն էլ այդ տենց իբր թե իրանց հավատին լավ գրառում են անում, սա այն դեպքը չի, որ կամ ուրախանաս, կամ անտարբեր լինես, ես իմ ինչ քարից ու երկաթից պետքա սիրտ ունենաս, որ ասես, հա դե կորելա կգտնեն, հա դե սենց չէ, ոնց կլինի տենց, եթե դու մարդ ես, մամա ես, ծնող ես, ոնց կլինի տենց, նայեմ ես լույսի նման երեխա ու առեղծվածային անհետացում, ճիշտ ավարկածները շատ են, ես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ես հարգում եմ իմ դիմացի մարդու կարծիքը, նամանավանդ ծնողի կարծիքը, ծնող, ով հանրությանը ասում է, մի քննարկեք ու մի տարածեք, այդ իսկ պատճառով, սիրելի հետևորդներ ջան, իմաստը որն է տարածելու, քննարկելու, չգիտեմ ու էլի չգիտեմ, ես այդ հաշվարկով
առաջինը հաշվե նկատեմ տվյալ դեպքում ծնողի կարծիքի հետ, իսկ ձեր գրառումները, այսպես ասած, ավելի ճիշտ գրառումները չէ, մի գրառում ստացա, շատ կոպիտ, բայց թե դեռ մի մարդ էր հետաքրքիր էր, ես էլ որոշեցի սիրուն հավեսով պատասխանեմ ու ասեմ՝ մի գիտություն ձեզ, եթե չեք լսել, ձեզ նեղություն տվեք ու լսեք, իսկ ես հարգում եմ իմ դիմացի մարդու, առավել ևս այդ հրաշքբալայի ծնողի կարծիքը, այդքան մի բան, տեսնենք ոնց կլինի, ինչ կլինի, չգիտեմ, հետո եթե նկատել եք, ես չեմ սիրում սենց, իմ լեզուս չի պտտվում ոչ մի անգամ, ոչ մի վատ բան ասեմ, որովհետև ինչքան այդ վատը տարածում է, ստեղա չէ ասվում, որ խոսքը ուժ ունի, այդ երեխի մասին տարբեր վարկածներ ասեցին, էլ գրեցին, էլ ասեցին, էլ չգիտես, էլ ինչեր արեցին, այ հալալ էր այն մարդկանց, ովքեր իրանց նեղություն տվին, տեղներից վեր կացան, գնացին, աջակցեցին, օգնեցին, օգնում են, այ այդ մարդկանց ես որպես մարդ, որպես մամա, որպես քրիստոնյա, ես ինքս էլ շատ շնորհակալ եմ, բայց եթե ես նստեմ իմ տանը ու անիմաստ քննարկեմ, ես կներեք դրա իրավունքը չունեմ և ինձ թույլ չեմ տա նման բան քննարկեմ, անգամ մեր քաղաքում էլ Այս վերջում շատ վատ բաներ եղավ, սկսած մամայի նախկին թաղամասի շենքի այրվելուց, ավելի շատ դուք ինձ հարցրիք, քան ես բարձրաձայնեցի, որովհետև իմ սիրտս ցավում է, իմ լեզուս չի պտտվում, որ ես դնեմ սենց վատ բաները հանրությանն ու համացանցով մեկ ասեմ, այս վերջերում էլ շատ ցավոտուց ցավալի սարսափելի դեպք եղավ մեր քաղաքում, բայց չես կարա ասես մի բան, որը որ հիշում ես, սենց ուղղակի մարմնովդ սառը սարսուռը անցնեմ, չի ստացվի, ես չեմ կարա, միգուցե մի ուրիշները կարողանում են, ես ինչքան պահի տակ կարա չէ մարդը իրան սենց իմիջայլոց ցույց տա, անտարբեր ցույց տա, պահի տակ կոպիտ ցույց տա, պահի տակ ուղղակի մարդ ես մտնում, բայց մարդու ներքն աշխարհը մի ուրիշ աշխարհ է, որտեղ բոլորի համար այդ դռները սենց պինդ փակ է, ու ես այդքան առողջություն ու այդքան ուժեղ չեմ, որ ուրիշի ցավը, մանավանդ եթե դու էլ ճանաչում ես տվյալ մարդուն, սենց բարձր ձենով ասեմ, դրա համար ես աշխատում եմ ոչ վատ բաներին մասնակից լինեմ, ոչ էլ այդ ցավալի բաները տարածող լինեմ, որովհետև իմ համար դժվար է դա շատ, այդքան բան, սիրելիներ ջան, իսկ հիմա գործեր ունեմ շատ, գործերս հաճելի են, լավն են, ինչ եմ արել ներքևում, երեխեքը մինչև ստեղամեկն իրանց համար, իրանց հավեսով հանգստանում էին, այ ոնց մենք ենք գնում իրանց տուն, ես ինձ երբեք մեր Քրիստինեանց տանը օտար չեմ զգում, ճիշտ է, միշտ պահեր կա, որ մտածում ես, վերջը, տունեն ընտանիք են, իրանց ընտանիքը մի ուրիշ ձև է, իմը մի ուրիշ, մի ուրշինը մի ուրիշ, բայց ես կոպիտ ասած իմ չափի մեջ, բայց հենց օտարի պես էլ չեմ, հա, ինձ զգում, հիմա այսօր երեխեքից Միքայելն ասում է Անյուտա մորքուր կարամ այս ինչ բանը սենց անեմ, ես իրան ասում եմ Միքայել, եթե քու մաման, քու պապան քեզ թույլ են տալիս, դու ստեղ մնանենց, ոնց կմնաս ձեր տանը, հա Անյուտա մորքուր, ասում եմ հա, տարբերություն մի դիր,
որովհետև քո մամային էլ եմ շատ սիրում, քո պապային էլ շատ հարգում եմ, դու լավ ծնողների բալա ես, շարժվի քո ծնողների կամքով։ Ու իրանց էստեղ թողեցի, իջա ներքև, երկար բարակ էս մի 3 օր ու ավել էր, մտածում էի, որ ներքև իս վարագույրը փոխելու եմ, էդ հաստատ է, բայց մտածում էի, ինչ անեմ, տենց թողեմ, մեկ մտածում էի, ժալյուզներ վերցնեմ, բայց հետո որ հասկանում ես, ժալյուզների խնամքն էլ մի ուրիշ խնամքա չէ, հասկացա, որ չէ, ու իմ հին վարագույրը լվացի, տեսքի բերի, շնորհքի բերի, դեռ երեկ էի լվացել արդեն, մերոնք թե որ եկել էին, իրիկունը վարագույրի լվալն ինչ է, ու անգամ Քրիստինայի հետ էդ էինք քննարկում, ասում եմ սենց, վերջը ինքն էլ իրա տեսակ էդն ասում, ու գտա այնպես, որ այս պահի համար ես չեմ սիրում, որ լուսամուտը բաց համնում, սենց համնում, նենց համնում, մեկ ուզում էի տենց բաց թողեմ, քանի որ ամառա դե անընդհատ վերևն եք, հետո այսօր կտրուկ որոշեցի, ասի քանի թող իրանք զգան ոնց իրանց տանը, տեսակ հեռախոսը ձեռիս եկա, որ նկարեմ, ասի չէ, ես այս պահին ստեղ գործ չունեմ, ուրեմն բեր իջնեմ ներքև, իջա ներքև, լուսամուտներս լավ տեղը տեղին մաքրեցի, վարագույրս կախեցի, մի խոսքով մի երկու մանր գործեր կարարեցի, ու այսօր Նիկան էտ է ինձ հարցնում, ասում է ոնց է, չես ուզում իջնես դեռ ներքև, խոհանոցի պահով էլի, շատ էստեղ վազում ընդեղ, ասում եմ ինչ, ամեն ինչն էլ մարդու համար է, դեռ չէ, որովհետև մի երկու մանր դետալ կա, ուզում եմ սենց գա վերջնակետին հասնի, ու նոր արդեն հանգիստ խղճով ու հավեսով ես իմ խոհանոցը համ վայել եմ, համ էլ ներկայացնեմ ձեզ, սիրելի հետևորդներ ջան։ Իսկ ընդհանուր այսօրվա օրը շատ լավն էր, շատ հաճելի էր, շատ ես ինձ այնքան լավ եմ զգում, որ քեզ հիշում են, կարոտում են, կանչում են, գալիս են, գնում են, այ այդքանը քանի կա, ուրեմն դու քեզ կարաս երջանիկ ու պետքական մարդ համարես, հա, թե չէ մենակ մարդ ում է պետք, ոչ մեկի ինձ թվում է, այս մի անգամ էլ էի սենց ասել, մենակ նկատի ունեմ, որ առանց բարեկամների մի լավ աղջիկ կար ինձ գրել Օսմանայիդ, հիմի որ ես ամուսնացած չեմ, ոչ մեկի պետք չեմ, ասում եմ, այ ցավդ տան, այդ առումով չէ, որ ամեն ինչից է սենց կտրվում ու մենակ մնամ, այ այդ առումով սիրելիներ չեմ, թե չէ մնացած դեպքերում կարևորը մարդ լինենք, մարդասեր լինենք ու մեկս մյուսիս հարգող ու գնահատող լինենք, այդքան մի բան, իսկ այսօրվա օրը մեր համար շատ լավն էր, համարենք անտառ գնալու սեզոնը համարեցինք բացված, հուսամ դեռ ես հյուրեր ունեմ սպասվելիք, կգան, կտեսնեք, կուրախանամ, դուք էլ իմ ուրախությունը իմ հետ կկիսեք, քանի որ դուք իմ լավ ու բարի բարեկամներն եք, իմ հավատարիմ, իմ լավ հետևորդներն եք ու իմ լավը կամեցողներն եք, ու երևի թե հենց այս նոտայով էլ ավարտեմ իմ այսօրվա վլոգը, գնամ լուսամուտներս բացեմ, սիրում եմ մի հատ այս անձրևից հետոյի օդը, որ սենց գա սենյակդ ներխուժի,
սենյակներս օդափոխ մի հատ բիլիսով, փոշի, մոշի, տենց բաներ հավաքեմ, երեկոյան մաքրությանը վաղուց կարոտել եմ, ովքեր ինչ ուտվա են հետևում, գիտեք, որ սիրում եմ երեկոյան կողմանել իմ մաքրությունը ու այսօր էլ բացառություն չեմ անի, կզբաղվեմ իմ գործերով, այնպես որ սիրելիներս, ձեզ երևի թե ասեմ այս ամենից հետո բարի խաղաղ գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, մինչև որ կհանդիպենք վաղն առավոտից, իսկ մեր մոտ անձրևից հետո, ես ձևի սիրուն հաճելի եղանակա, բարի խաղաղ երեկո բոլորիս, մեր մոտ 6 անց է այս պահին։